Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ, հուսով եմ լավ եք, մենք եւս լավ ենք։ Այսօր հունվարի 6-ն է, կրկին անգամ ուզում եմ շնորհավորեմ բոլորի Սուրբ Ծնունդը եւ ասեմ Քրիստոս ծնյավ եւ հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս։ Այսօր պայծառ, գեղեցիկ տոն է, որը ուրախությամբ է լցվում մեր սրտերը, քանի որ այսօր ծնվել է Հիսուսը։ Ու ինչ ենք անում այսօրը մեր ըստ ավանդույթի ձուկ ենք եփում, փլավ ենք պատրաստում եւ գինի ենք վայելում։ Նույնը ինչ որ անում ենք մենք։ Բարև ձեզ, հարգելի բաժանորդներ, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս։ Ամեն։ Ամեն։ Այսօր մենք կպատրաստենք ձուկ։ Ձուկիկներ, քանի որ մեր մոտ մի քիչ փոքր է ձուկները։ Դժվար է երեք ձուկ գտնելը խանութներում, ինչ կար են վերցրել։ Փոքրիկ է եղավ, բայց ինչ անենք, ձուկ է։ Հա, ինձ թվում է մեզի կբավարարի։ Հա, ու մենք մի փոքր այլ կերպ ենք եփելու, այսինքն պղպեղով, լոլիկով, սոխով, քանի որ իմ ամուսինը ձուկ այդքան էլ չի սիրում։ Բայց այսօր մենք պարտավոր ենք ձուկ ուտելու, մի փոքր այլ կերպ եփենք, որ իրան էլ հաճելի լինի, ցանկանա ուտել։ Ինչպես կարելի ասել, ձկան խաշլամա առանց կարտոֆիլի։ Հա, ես ունեմ իմ ալիքում ձկան խաշլամարտը ստացվում է շատ համեղ։ Իմ ամուսինը որ ձուկ չի ուտում, սա հաճույքով ուտում է տարբերակով։ Հիմա սկսեցինք։ Անցնենք գործի։ Ահա, որոշել եմ ամուսինը այսօր պատրաստի ձկան խաշլաման, ամեն օր։ Ես չեմ զլանում պատրաստելուց, քանի որ ես սիրում եմ խոհանոցը։ Մենք երկուսը սիրում ենք։ Ինձ թվում է այս տղամարդ չկա, որ խոհանոց չսիրի։ Չէ, կան։ Չէ, չսիրողը գոնե ձվածեղ կարող է սարքի։ Լավ, ինչևից է, ասենք գործի։ Սոխը նախապես ես մաքրել եմ։ Մեր մոտ խոհանոցը հարմար չի, անկեղծ ասած, որ նկարելու համար հարմար չի։ Դրա համար պետք է մեկս գործանենք, մեկը նկարի։ Մեզ մոտ այդպես է ստացվում։ Ինչպես միշտ։ Չէ, ճիշտ եմ ասում։ Ես հավատում եմ։ Իդեպ ասեմ, այդ պղպեղները մենք տեսականի վերցրել ենք լոկ գույների համար։ Հա, այսքանը չենք օգտագործել, էսի շատ է։ Ամեն մի գույնից մի երկու կտոր։ Ժողովուրդյան հուսով ենք լավ եք անցկացրել ձեր ամանորները, Սուրբ Ծնունդներ լավ կանցկացնեք, կարևորը առողջ տարի լինի, խաղաղության տարի լինի, ամենակարևորը, բոլորիս դա եմ ցանկանում, որպեսզի 2026 2000 Դա Աստված էլ ռումբեր չպայթի։ Այո, 2026 թվականը լինի ու այսուհետ, ինչի մենակ 2026-ը, ուրախության, առողջության, միայն լավ լուրեր, բոլորիդ ի սրտե դա ենք ցանկանում, իմ սիրելի հայ ժողովուրդ, ու ընդհանրապես աշխարհում թող երբեք պատերազմներ չլինեն, լինի միայն խաղաղություն։ Թույլ կտաս սիրելիս։ Իհարկե։ Ահա, վառում ենք կրակը արդեն։ Հարգելի բաժանորդներ, ձեր տանն էլ չէ այսպես։ Ես կպատրաստեմ, բայց պատրաստում են խեղճ տղամարդիկ։ Տեսնենք հիմա քո պատրաստածն համով, թե իմը։ Դե բնականաբար քոնը։ Դուք պատմես, թե ինչ ենք անում, թե ես։ Դու ես պատրաստում, ինչի ես պատմեմ։ Դե։ Բնականաբար կարակն ենք դնում։ Հա, առաջինը կարակն ենք դնում։ Հետո լոլիկներն են։ Չենք սպասում, որ տականա, լոլիկներն ենք շարում տակը, ինձ թվում է բոլորը գիտեն, թե ինչի համար։ Քանի որ առանց ջուր ենք եփելու, այս ջուրը կբավարարի։ Մեկի սոխ։ Այստեղ ունենք մենք արդեն չորացրած թարխուն։ Դափն ու տերև, սև պղպեղ։ Մենք գունավոր ենք լսում սև պղպեղի փոխարեն, ավելի համեղ կլինի։ Ձուկն էլ նախապես արդեն դրել ենք։ Ահա արել ենք։ Հա,
Ինձ թվում է պետք չի լինելու։ Այսպես գեղեցիկ հերթականությամբ շարունենք։ Էլ աղ չենք անի, որովհետև ձուկը լավ աղ ենք արել։ Ինձ թվում է աղը նորմալ է Հիմա ինչ խորհուրդ կտա սիրելիս։ Քանի որ փոքր է, դրա համար ես ասում։ Հա, բայց մի հատ մեջտեղից կտրեք, դա շատ մեծ է, տղեա։ Այսպես լավ է, չէ՞։ Հա, Սա պատրաստենք, սրանից հետո էլ բրնձով պլավը կպատրաստեմ։ Թվում է զատիկին սուրբ ծննդյան մենակ դա են պատրաստում, գինի։ Այսպես կշարենք։ Նկատեցիք, որ ես համեմունքներ, բանջարեղեններ շարեցի տակը, Ինչի համար։ քանի որ ձուկը շատ շուտ է եփում։ Մի քիչ շոկ է խաշենք։ Համեմունքը վրան էլ եմ լցնում։ Չանենք մեր մեծն վարպետի նման, գիտես չէ։ Չէ։ Ֆրանսիկ Մկրտչյանը ձուկը ուզում էպի, բայց ձուկը լինում է առանց գլուխ։ Հա, գլուխ որ աչքը դուրս գա։ Հարևանուհուն հարցնում ասում է ո՞նց էպեմ, ասում հենց աչքը դուրս կգա նոր։ Ու տես մի 2 ժամ եփում է, գնում հարևանուհուն բողոքում է, ասում ախր աչքը դուրս չի գալի։ Հա։ Գալի տեղ Առանց որ ձուկը առանց գլուխ է լինում։ Նենց որ ժողովուրդ ջան ուշադիր եղեք։ Ավելացնում ենք Մի վրա։ քիչ էլ համեմունք չես լցնում վրան։ Չէ, դե համեմունքը հեսա պետք իր համը։ Բայց եւ ինքս ցածր անենք արդեն։ Հա, ցածրացրա։ Որտեղ շատ բարձր է։ Ես միայն կավելացնեմ սեր պղպեղ։ Հա։ Աղացած չէ։ Աղացած։ Մի փոքր սեր պղպեղ։ Բավական կլինի։ Կարելի է բերանը Հա, փակել, ճիշտ է։ բերանը փակում ենք անպայման, որպեսզի շուկի խաշվի։ Սպասենք, որպեսզի շոթը խաշվի։ Ավելորդ ափսիները վերցնենք։ Անպայման։ Մի սուկը կեպվի, այստեղ արդեն ջուր եմ դրել բրինձը եփելու համար ու այս կողմում որոշեցի մի քիչ էլ չիր կտրատեմ։ Շատ քիչ եմ անելու, որովհետև մենք երեքով ենք, մարդ չկա, անիմաստը շատ անել եմ։ Կտրատեմ, մի քիչ է կբերեմ հեսա ճիր։ Ճիր, չամիչ, առանձին կսարքեմ յուղով ու կխառնեմ բրինձին։ Այստեղ տապակի մեջ ավելացնում եմ յուղ, մեր հալած յուղն է։ Սա այն փլավներից է, որ ինչքան կարագը յուղը շատ լինի, այնքան ավելի համեղ է լինում։ Ու ճիրը, չամիչը կարող եք ավելացնել, ընդեղեն է կարող եք ավելացնել նուշ, բայց այս անգամ ես որոշել եմ այսպես ավելացնում եմ, խառնում եմ, որպեսզի շոու չեմ թողնելու, որ շատ մնաց դառնա համա գալիս, մի տեսակ, հենց արդեն չամիչը ուռում է, ուրեմն արդեն պատրաստ է։ Ես սիրում եմ, որ փլավի տակը լավաշով է լինում, բայց դա մեծ զատիկին եմ պատրաստում ավելի շատ։ Չգիտեմ, իմ մոտ բանա, որ դա մեծ զատիկին պետք է լինի այդպես։ Հարության տոնին, այսինքն։ Ահա այն կողմում արդեն տեղափոխություն արեցի, ձուկը տեղափոխեցի այն կողմի վրա, մալմանդ կրակին համարյա արդեն եփվում է։ Շատ արագ է եփվում, մանավանդ շատ փոքր ձուկ էր։ Իսկ այս կողմում էլ արդեն գրեթե պատրաստ է, հիմա ցույց տամ։ Գրեթե պատրաստ է չամիչը եւ ճիրը։ Խառնուրդը։ Ահա, տեսեք ոնց ուռեց արդեն համարյա թե պատրաստ է։ Որ մի փոքր ավել թողնեմ, մի տեսակ դառնանում է, գիտեք։
Դրա համար ավելի լավ է, այսպես հենց արդեն ուռումը չամիջը անելու ժամանակն է։ Վերջ, սա կհանեմ, ջուրը անջատել էի ու սա մի կողմ կթողնեմ, հենց այս կրակին էլ կդնեմ ջուրը, որպեսզի եռը ավելացնեմ բրինձը։ Ժողովուրդ ջան, այսօր մեզ մոտ Բարսելոնայում պատարագ կար, Տեր հայրը գալիս է տոն օրերին, հատուկ օրերին իհարկե, եկեղեցում պատարագ անցկացնում հայ համայնքի հետ։ Որոշել էինք, որ պետք է գնենք, միշտ ըստ սովորության ժամը 3-ին էր լինում պատարագը։ Մենք գիտենք, թե 3-ին է, ժամը ուշադիր չէ եղել։ Գիտենք, թե 3-ին է, ամուսնս ասեց, ճիշտ է, շատ են գնացել, բայց ասեց մի հատ էլ հասցեն դուր ու մտնեմ սայթը նայեմ, տեսնեմ ժամը 1:30 է, պատարագը արդեն ուշ էր։ Ափսոս ոչինչ, մյուս անգամ որ գա, անպայման, որովհետև ձեզանից հարցրել էին, որ այստեղի հայ համայնքը բավականին մեծ է, այս թվով Իսպանիայում ամենամեծը այստեղ պետք է լինի Բարսելոնայում, Կատալոնիայում, ավելի ճիշտ Բարսելոնայում, որտեղ հիմնականում հայերը Բարսելոնայում են կենտրոնացած ու դա հայկական հենց եկեղեցի չի առաքելական, ունենք եկեղեցի, հարցրել էին, պատասխանը մի անգամից էլ, հայկական եկեղեցի չի, կաթոլիկ իսպանական եկեղեցում մեր բարերարների հայ համայնքի խոսքով ջանքերի շնորհիվ վարձակալել են եւ այդտեղ անցկացվում է պատարագ, ծիսակատարություն, մի խոսքով եկեղեցական ծեսերը այդտեղ անցկացվում է։ Ու շատ ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն գնալ մեզ հարազատ եկեղեցին, ճիշտ է, մեզ հարազատ չի կաթոլիկա, բայց այնտեղ անցկացվող պատարագը մեզ հարազատ է։ Գնանք եւ մեկ անգամ եւս հաղորդակցվենք, պատարագ լսենք հայ լեզվով, դա շատ կարեւոր է ու շատ կարեւոր է մեր երեխաների համար էլ, մեր ապագա այստեղ մեծացող սերունդի համար էլ շատ կարեւոր է, որպեսզի փոքրի շատ է կոնե հայեցի դաստիարակությունը պահպանվի, լեզուն առաջինը պահպանեն, որ իմ համար, չգիտեմ, ինձ համար կոնկրետ, դա մի տեսակ ցավ ոտ ասեմ, ինչ-որ որ պետքա մեր լեզուն պահպանվի, ինչ-որ բարդ թեմա է իմ համար, որ իրոք, որ պետքա լեզուն պահպանվի, ես շատ ականատես եմ լինում, որ անգամ կան երեխաներ, որ չեն հասկանում հայերեն ու ցավում եմ դրա համար, որովհետև ոչ, մեր լույսին այստեղ է ծնվել, մեծացել, պարզ օրինակ ասեմ, բայց բնականաբար իր համար գնալով դառնում է իսպաներենը ավելի հեշտ լեզու, իրան ավելի մատչելի, որովհետև ինքը 8 ժամ մենակ դպրոցում շփվում է, այստեղ 3 տարեկանից են դպրոց գնում, շփվում է իսպաներեն, բայց մենք տանը ամեն կերպ աշխատում ենք, որ ինքը խոսա հայերեն, պատասխանի մեզ հայերեն, այդքան մեր ջանքերի շնորհիվ ինքը խոսում է պատասխանում է ուզում է պատասխանի իսպաներեն, բայց մենք ասում ենք ոչ, նույնը հայերեն պատասխանի, որ մնա այդ իմանա հաստատ երեխակը չի հասկանում անգամ ու ասում դա ամենացավոտ, ամենավատ իմ կարծիքով, ես ոչ մեկին իմ կարծիքը չեմ փաթաթում, ոչ մեկի ասում վզով, բայց պետք է իմանալ մեր լեզուն անպայման մենք պետք է պահենք ու պահպանենք։ Դա պարտավոր ենք, ոչ թե պետք է, այլ պարտավոր ենք։ Իսկ այս եկեղեցին, այս պատարագները մեզ օգնում են, որ մեր շատ բալիկներ են գալիս իրենց ծնողների հետ ու որ ինչքան հնարավոր է, որ մնանք հայեցի, մեր երեխաները դաստիարակվեն։ Շարունակենք մեր գործը։ Ժողովուրդ ջան, այստեղ պատրաստ է արդեն մեր ձուկը, արդեն անուշ շոտը գալիս է, շատ անուշ բուրում է։ Հա, ասեմ, որ ես մի սուրճի բաժակ ջուր ավելացրել եմ, ինձ թվաց, որ հարկավոր է։ Միայն դա մի փոքր ես ավելացրել եմ, դա իմ կողմից։
Խոսքով, բայց անուշ իրոք բուրումը սա պատրաստ է արդեն, մնաց ջուրը դրել եմ արդեն բրինձը եփեմ, խառնեմ իրար։ Ու պատրաստ կլինի մեր այսօրվա տոնական ուտեստները։ Արդեն բրինձն էլ եփեցի, հիմա պետք է շերտ հավաքեմ, որոշեցի տակը 1-2 լավաշ կտոր լավաշ փռել, այդպես ավելի ըստ ինձ համեղ է ստացվում։ Հիմա վրան կլցնեմ, ինքը տակը արդեն կտապակվի լավաշը։ Կլցնեմ փլավը, մի փոքր բրինձը, հետո չամիչն ու չրերը տապակած, նորից բրինձը, ինչպես որ անում ենք։ Այսպես կլցնեմ։ Վրան կլցնեմ, այսքան քիչ եմ արել չամիչը, կակն ասում է էլի քիչ արա, ասում եմ գոնե պետք է մի քիչ համ ունենա, թե չէ։ Հիմա մի փոքր նորից բրինձ կլցնեմ, հետո չիրը, չամիչը ու պատրաստ կլինի։ Արդեն համարյա թե պատրաստ է փլավն էլ, ձուկն էլ է պատրաստ է մեր ճաշը այսօրվա տոնական։ Սիրելիներս, պատրաստ եմ մեր այսօրվա տոնական ուտեստները, ինչը որ այսօր ուտում են, բրնձով փլավը, չամիչով եւ ձուկը։ Գնանք մենք վայելենք մեր տոնական ուտեստը, ճաշը ու ձեզանք մեկ անգամ եւս շնորհավորում եմ ու ասում եմ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզի մեզի մեծ ավետիս։ Սիրելիներս, մեզ մոտ երեկո է ու մենք ճանապարհ ենք ընկել, գնում ենք Բարսելոնա, այսօր ամանորյա ձևավորման լույսերի վերջին օրն է, հուսով եմ չեն հանել արդեն, որտև այսօր էստեղ տոն է, վաղվանից վերջ արդեն աշխատանքային օր է այստեղ, սովորական, ամսի 6-ից հետո հանում են։ Հիմա գնանք մի փոքր զբոսնենք, իհարկե դուք եմ մեզ հետ միասին, տեսնենք ինչ ենք բաց թողել։ Մի խոսքով գնում ենք ու իրոք բավականին շատ մեծ թվով մեքենաներ կան, բոլորը վիետ են վերադառնում արդեն արձակուրդից, արձակուրդը վերջացավ։ Մեզ մոտ ժամը, քանիսն է, 6:30 է, բայց նենց մութա ոնց որ ժամը 10-11 լինի։ Ձմեռվա այսի չեմ սիրում, այս պահը որ շուտ մթնում է։ Ու բավականին ցուրտ է, լավ ցուրտ է։ Քանի աշճան այս պահին 5 սարսափելի +5 5 աշճան, հա, բայց ցուրտ է, իրոք ցուրտ է։ Արդեն այստեղից խցանումը սկսվում է։
Չենք մտածի, որ տոն օրը այսօր ու ընդհանրապես տոն օրերին կամ կիրակի օրը քիչ մեքենա է լինում։ Բայց այսօր, լսեք, գիծը արդեն ուրա գնում, խցանում։ Ուղղակի մենք չէինք մտածել, որ այսօր հանգստյան օրերի եւ արձակուրդ են մարդիկ վերջին օրն է, բոլորը հետ են վերադառնում հանգստանալուց ու երեկոյա բնականաբար պետքա սենց լիներ։ Բայց ոնց որ գնում ենք, դանդաղ, բայց գնում ենք։ Լենկոմն էլ բայց է մեծ հոսք, այ կոմի ավտոներն էլ են շոտ մեքենաները, դա քրքիր է, այսքան մեծ հոսք։ Այսինքն դեպի Բարսելոն եկող ու Բարսելոնից դուրս եկող, են էլ Բարսելոնից դուրս եկողն է։ Բայց եկողների քանակը ավելի շատ է, քան դուրս եկողներն է։ Հա, բնականաբար։ Մենք արդեն մտել ենք Բարսելոնա։ Այն կոմը կարուսելներ են բերել, ես։ Նոր տեղատեսtis է, որ մասն է քաղաքի։ Իհարկե սա Բարսելոնայի ծայրամասերից է։ Լույսերը դեռ չեն անջատել, դեռ գեղեցիկ ձևավորումը կա Բարսելոնայի։ Վաղվանից կհանեն, չէ՞։ Ինչքան գիտեմ 6-ից հետո հանում են։ Աստղ էլ ուրիշ գույներ է։ Անկեղծ բնականից ավելի սիրուն է, քան կամերան է փոխանցում, քան հեռախոսը, բայց բնականից իրոք ավելի գեղեցիկ է, չէ՞։ Սիրուն է։ Ոնց որ էլ պետք է նոր տարի գա, գիտես։ Հա, տպավորությունն է։ Հա։ Անցավ տոները։
Այստեղ էլ է Սիրոն Կատալոնիայի հրապարակն է։ Շատ Սիրոն է։ Շատրվաններն էլ աշխատում են, հետաքրքիր է։ Այս ժամին որ աշխատում է։ Շատ Սիրոն էր։ Սել ուրիշ տեսակ աստղիկները։ Աստղիկ թե փաթիլ։ Փաթիլը։ Փաթիլներ են, փաթիլներ։ Բայց ոնց որ այդքան մարդ է, շատ չի, հա, քաղաքը։ Չէ, ոնց որ։ Ոնց որ այդքան շատ մարդ չկա։ Buenas fiestas. Սրճարանները Սիրոն ձևավորել էին այս առաջին։ Սել հյուրանոցները։ Անոթ հյուրանոցին ձևավորել են։ Սա կասա բատլոյի տունն է ու այստեղ ամենասիրուն փողոցն է։ Ասես դեկորացիայի փողոցն է, որ իրոք շատ սիրուն է։ Հիմա այդքան նկարվողներ չկան, հենց կարմիր լույս էր լինում, մարդիկ այս փողոցի մեջտեղը նկարվում էին, անցնում էին։
Ցերեկը ուրիշ սիրունություն այս փողոցը, գիշերը ուրիշ։ Տաքսին եկավ կանգնեց հենց լույսերի մոտ։ Ասա Զարայի խանութն է։ Սիրելիներս, երևի այսքանով ձեզ հրաժեշտ տանք, հուսով ենք ձեզ նույնպես հաճելի էր մի փոքր մեզ հետ զբոսնել գիշերային Բարսելոնայով, տեսնել գեղեցիկ լույսեր, գեղեցիկ տեսարաններ, ձեզ հրաժեշտ ենք տալիս, ասելով մինչ հանդիպում, կհանդիպենք նոր վլոգում, մնացեք խաղաղ և բարև, հաջողություն սիրելիներս։